Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Ախուրյանի բժշկական կենտրոնի նյարդաբան Սիրանուշ Հարությունյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բժշկուհի, մենք այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայից՝ նևրոզներից։ Այն ինչ է իրենից ներկայացնում։ Նևրոզը դա գերլարված նյարդային համակարգն է, որի ժամանակ լինում են տարաբնույթ ախտանիշներ, որը շատ հաճախ կարող են անտեսվել կամ հակառակը ավելի ուշադրության կենտրոնում գտնվել տարբեր մասնագետների կողմից եւ բուն պատճառը բաց թողնել։ Հիմնականում ում մոտ է հաճախ հանդիպում այս հիվանդությունը։ Հաճախ հանդիպում է դեռահասների մոտ, երիտասարդ տարիքի անձանց մոտ, սեռը կապ չունի եւ տղամարդկանց մոտ կարող է նկատվել նևրոտիկ ռեակցիաներ եւ կանանց մոտ։ Սակայն տղամարդկանց մոտ նյարդային գերլարված վիճակները ավելի արտահայտված են եւ ավելի դժվար են վերականգնվում։ Այո, օրինակ շատ տիպիկ դուք օրինակ բերեցիք, հա, դեռահասների մոտ շատ տարածված է, երբ կարծես ծնողները միահամուռ կերպով, հա, այսպես դժգոհում են իրենց երեխաներից, թե նրանք շատ այսպես պայթյունավտանգ իրավիճակ է նրանց մոտ, սպասում են ինչ որ մի բան ասես, որ իրենք հակադարձեն։ Սա հենց այդ նևրոզ հիվանդությունն է։ Շատ հաճախ դա լինում է հենց նևրոզի առաջնային ախտանիշները։ Ով շատ ճիշտ ասեցիք, որ ծնողներին թվում է, թե դա ընդամենը երեխաների քմահաճույքն է, երեխաները ուզում են այդպես ծնողներին դեմ գնալ կամ ինչ-որ բան ապացուցել ծնողին, բայց ոչ։ Դա իր հերթին նաև կարիք ունի հսկման, այսինքն այդ ժամանակ ծնողները ավելի պիտի զգոն լինեն եւ ավելի ուշադիր լինեն երեխաներին, որովհետեւ ամեն ասված ոչ ճիշտ խոսքը, որը տվյալ պահին երեխայի համար տհաճ է, դա կարող է բերել հետագայում արդեն խորը նևրոտիկ վիճակների։ Ծնողները հույս ունենան, որ դա անցողիկ է։ Այո, իհարկե, դա անցողիկ երևույթ է, դա հասունացման հետ է կախված, երբ բոլորիս մոտ էլ եղել է կա տարիքային մի էտապ, որտեղ մենք ուզում ենք ինքներս ինքնահաստատվենք, մենք մեր եսը ասենք։ Եվ որ այդ եսը փորձում են խոչընդոտել, դա լինի ծնող, դա լինի ընկեր, թե քույր, թե եղբայր, արդեն դա բերում է նևրոտիկ հետագայում, նևրոտիկ խնդիրների եւ նաեւ պարփակման եւ հոգեկան խնդիրների մեծ տարիքում արդեն։ Այ որպես մասնագետ այս պահին ինչ խորհուրդ կտաք ծնողներին, հա, նման դեպքերի համար, ինչ պիտի անի ծնողը, ինչպիսի դիրք պետք է ստանձնի։ Պետք է փորձել ավելի ուշադիր լինել երեխաներին, այո։ Միգուցե նաև ներողամիտ։ Անպայման պետք է ներողամիտ լինել եւ փորձել երեխաների հետ, այսպես ասած, լեզու գտնել եւ թեկուզ իրենք այդ պահին չեն ուզում որ դա կատարեն կամ երեխան չեն ուզում որ անի, թող փորձեն երեխայի հետ միասին այդ քայլին գնալ եւ իրար հետ հասկանան դա արժեր անել թե չէ, որպեսզի երեխայի եւ ծնողի կապը չկտրվի, որ երեխան միշտ վստահի ծնողին ու հետագայում այդ կապը մշտական մնա, ոչ թե շատ հաճախ այդ ընթացքում առաջանում են արդեն տարաբնույթ ուրիշ խնդիրներ։ Այ երբ նման դեպքով, հա, ծնողը երեխային բերում է ձեզ մոտ, լինում են նման դեպքեր։ Այո։ Ձեզանից ինչ է պահանջվում։ Առաջին քայլը, որ պետք է անեք, այդ լեզու գտնելու պահը ոնց է ստացվում։ Առաջին քայլը պետք է լսել, պարտադիր։ Լսել, թե այդ պարագայում տվյալ բուժարուն ինչ է ասում, հա, ու երեխան։ Ինչ ինքը, ինչն է իրան անհանգստացնում, անգամ եթե կարիք կա առանց ծնողի ներկայությամբ։ Երբեմն լինում են դեպքեր, երբ զգում եմ, որ կաշկանդվում են, չեն ուզում ծնողի մոտ ինչ-որ բան խոսել, խնդրում եմ ծնողին դուրս գալ։ Եվ միասին փորձում ենք խոսել նույն լեզվով։ Այսինքն կան բաներ, որ անգամ եթե ես մտածում եմ, որ դա սխալ է ինքա մտածում, բայց պետք է այդ պահին ասել, որ հա գիտես, դու ճիշտ ես, ես էլ այդպես կանեի, բայց որ անեմ, սենց այսպես կարող է դասավորվի վիճակը։ Եվ երբ որ իրանք արդեն վստահություն ես ներշնչում, սկսում են ինքնական նման երևույթներից, նևրոտիկ ռեակցիայից կամ լարված երևույթներից հետ կանգնել։ Այս երևույթը նաև արկա է մեր դպրոցներում։ Ուսուցիչ եւ աշակերտ հարաբերություններում այս պարագայում ինչ քայլերի, ինչ փոխզիջման պետք է գնան մեկը մյուսի նկատմամբ։ Ես ըստ ինձ ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր դպրոցում լինի պարտադիր հոգեբան,
Որտեվ այդ տարիքում ավելի նպատակահարմար է երեխաների հետ զբաղվի հոգեբանը։ Այսինքն անցնեն հոգեբանություն, որպեսզի այդ երևույթները իրենց մոտ, այդ ինքնահաստատման երևույթները որոշակի կոտրվի։ Ձեր խոսքում նաև նշեցիք, որ հատկապես տղամարդկանց մոտ է սա շեշտակի երևում, օրինակ ինչպիսի ախտանիշներով է դա արտահայտվում, գորգորոց, բարձր ձայն, հա? Ավելի արտահայտված լինում է գերլարված վիճակը, ինչպես ասեցիք, գորգորոց, կարող են առանց որևէ պատճառի սկսել բղավել փոքր ինչ-որ մի մանրուքի պատճառով, ու նաև շատ հաճախ տղամարդկանց մոտ լինում է վախի զգացողությունը։ Իրենք սկսում են վախենել իրենց կյանքի համար։ Ու այդ ժամանակ արդեն ներգրավում է նաև կպչուն մտքեր, որ կարող է իրենց կյանքին վտանգ է սպառնում եւ իրենց պետք է պարտադիր փրկել։ Շատ հաճախ կանգատները ամենառաջի դա լինում է սրտի շրջանում ցավերը, որ բոլորը մտածում են, թե սրտի հետ խնդիր կա եւ սրտաբանները բոլորը միահամուռ հերքում են, հետազոտում հերքում են եւ էլի վերադառնում են նյարդաբանի մոտ։ Այս պարագայում նյարդաբանից ինչ է պահանջվում։ Կրկին համբերություն։ Համբերություն, լսել, դա պարտադիր է, ինձ թվում է յուրաքանչյուր նյարդաբան անկախ հիվանդությունից պետք է ունակություն ունենալ լսել հիվանդին եւ դրան գումարված նաեւ դեղորայքային բուժում պարտադիր։ Եթե կարիք է լինում, նաեւ դեղորայքային բուժմանը զուգորդված հիվանդի խորհուրդ է տրվում դիմել հոգեբանի։ Թեման այնպիսին է, որ կարծես մեր հայկական բոլոր ընտանիքներում, հա, այս երևույթը առկա է։ Բավականին արդի է։ Այո, եւ այս ամբողջ ծանր բեռը ընկնում է ընտանիքի կնոջ վրա։ Այո, մամաների վրա։ Այո։ Ինչ անեն մամաները։ Իրենք էլ ունեն, չէ՞, այդպիսի խնդիր նյարդայնանալու ի վերջո։ Ու ամենավատը, որ մամաները միշտ կինը դա միշտ պահում է իր մեջ, չի արտահայտում, որ երեխաները չտեսնեն, ամուսինը չտեսնի, չնեղվեն, ու ամենավերջում արդեն իրենք ավելի խորը նևրոզով դիմում են նոր բժշկի։ Ժողովրդական ասացված ասում են, երբ որ ոսկորին է հասնում ցավը։ Այո։ Եվ այդ ժամանակ ավելի բարդ է լինում նման վիճակից դուրս բերելը։ Երկարատև, բարդ եւ շատ հաճախ նման դեպքերում արդեն բուժարուն ինքը հույս չի ունենում, որ երբևիցե այդ վիճակից դուրս կգա ու կապրի իր առաջվա հանգիստ կյանքով անվախ։ Երևի մենք խորհուրդ տանք մեր դեռահաս եւ տղամարդ հեռուստադիտողներին մի փոքր զսպվածություն դրսևորեն, որպեսզի ամբողջ բեռը չընկնի կնոջ վրա։ Եվ ավելի շատ հոգատարություն ցուցաբերեն իրենց տան մամայի վրա։ Քանի որ կինն էլ է մարդ, սովորական մարդ։ Ի վերջո, այս հիվանդությամբ բուժարուները ինչպիսի հետազոտություն նախ եւ առաջ պետք է անցնեն, բացի ձեր համբերատար հա լսելուց։ Նրանք անցնում են նյարդաբանական զննում, պարտադիր, անկախ նրանից, եթե հիվանդի մոտ կա նևրոտիկ գերլարված վիճակ, որովհետև յուրաքանչյուր նմանատիպ վիճակի տակ մենք կարող ենք բաց թողնել արդեն սուր նյարդաբանական խնդիր։ Կարող է թաքնված լինել։ Պարտադիր հետազոտվում է նյարդաբանի կողմից, որոշում ենք նյարդաբանական ստատուսը, դա մեր հանրահայտ մուրճիկի օգնությամբ նյարդաբանի, ու ըստ դրա արդեն ախտորոշումը կատարվում է։ Գործիքային հետազոտություն հատուկ չկա։ Դուք նշեցիք նաև հա սուր տիպի, այսինքն ինչպիսի տեսակներ նաև կարող է լինել, ինչպիսի բարդությունների կարող է հանգեցնել մասնագետին ուշ դիմելը հատկապես։ Ուշ դիմելու հետևանքով, այսինքն երկարատև նյարդային սպազմի հետևանքով նաև ունենում ենք անոթային սպազմ, դա պարտադիր է։ Եվ դրա հետ զուգահեռ կարող են առաջանալ գլխացավեր, գլխապտույտներ։ Եվ եթե ժամանակին բուժում չեն ստանում բուժարուները, դա բերում է իր հետևանքներին ոչ հաճելի։ Նույն ուղեղայրաշրջանառության խանգարումն է, ինսուլտը, նույն էնցեֆալոպաթիաները, տևական գլխապտույտները, անքնությունները եւ տևական գլխացավերը։ Սրանք կոնկրետ այն ախտանիշներն են, որոնք սկզբնական շրջանում է դրսևորվում, թե ոչ։ Դա արդեն ավելի խորացված, բարդացված վիճակում, երբ սկզբնական շրջանում ունենում ենք զուտ նյարդային լարվածություն, բարձր հուզականություն, եւ ասում են լավ, ոչինչ, զգայուն է, կանցնի։ Բայց չէ, եթե դրան ուշադրություն չենք դարձնում, ինքը բերում է ավելի խորը վիճակների։ Այսինքն երբ դիմի մասնագետի բուժարուն։ Երբ նկատվում է արտահայտված ընդհանուր թուլություն,
ջուրագրգռություն, շուտ հուզվել, էմոցիաները երբ փորձում է զսպել ու չի ստացվում էմոցիաները զսպել, դա լինի լացը, լինի ծիծաղը, թե լինի բղավոցը, այդ ժամանակ արդեն անհրաժեշտ է դիմել նյարդաբանի։ Իսկ ընդհանուր առմամբ նևրոզներից բացի նյարդաբանական ինչպիսի այլ հիվանդությունների եք հանդիպում հաճախ։ Նյարդաբանական հիվանդությունները բազմազան են, նաև ունենք շատ գենետիկ հիվանդություններ, բայց ավելի հաճախ հանդիպողները դա գլխապտույտներն են տևական, առավել ևս սեզոնային բնույթ կրող գլխապտույտներ, գլխացավեր, որոնք կապված են արդեն զարկերակային ճնշման տատանումների հետ, ողնաշարի խնդիրներ տարաբնույթ, դրանք նույնպես բերում են արդեն տարբեր խնդիրներ։ Սրանք ինչի հետևանք են ձեր թվարկածները։ Օրինակ, եթե վերցնենք ողնաշարի խնդիրը, տարաբնույթ օստեոխոնդրոցիկ ցավերը եւ գլխապտույտները առաջացած արդեն դրա հետևանքով, դա ոչ նորմալ մեր կյանքի հետևանքն է, այսինքն որ ոչ բոլորս ունենք նորմալ սպորտային կյանք, սպորտով չենք զբաղվում, չենք հետևում մեզ, չենք հետևում մեր ողնաշարին եւ նաեւ մեր ընդունած սնունդը։ Սնունդն էլ բավականին մեծ նշանակություն ունի։ Օրինակ, ինչը բերենք մեր կյանք եւ ինչը վտարենք մեր կյանքից։ Ավելի շատ պետք է զբաղվել սպորտով, պարտադիր։ Օրը գոնե 1 ժամ պետք է օրվա մեջ 1 ժամը պետք է տրամադրենք ֆիզիկական ակտիվության, այո, դա պարտադիր եւ սնունդը փորձենք ինչքան հնարավոր է սնվել առողջ սնունդով։ Էկոլոգիապես մաքուր։ Իսկ հիմա մանավանդ աշխատողները հիմնականում լրիվ զրկված են այս հնարավորությունից եւ ավելի շատ արագ սնունդից են նրանք օգտվում, ինչն էլ հիմնականում հանգեցնում է տարբեր արդեն խնդիրների։ Այո, սեզոնային հիվանդությունների հետ կապված հիմնականում որոնք են ավելի շատ այս եղանակային պայմաններում սրացում ապրում։ Սրացումներ շատ հաճախ նկատվում է, եթե հիվանդ ունի անամնեզով տարած ինսուլտներ ունի, ուղեղային շրջանառության խանգարումներ, գարուն, ամառ, աշուն, ձմեռ, այդ սեզոնային կտրուկ տատանումների ժամանակ լինում է սրացումներ։ Այսինքն գանգատներ, որոնք ակտիվանում են եւ լինում են դեպքեր, որ գանգատները ասում են լավ կանցնի եղանակի հետ էր կապված, դեղս կխմեմ կկարգավորվի եւ դա սխալ է։ Հենց գանգատը լինում է անմիջապես պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա, դիմել մասնագետի, որպեսզի թույլ չտանք վիճակը ավելի խորանա եւ կրկնակի խնդիրներ առաջանան։ Իսկ այդ գանգատները ինչ տեսքով են լինում։ Դա լինում է զարկերակային ճնշման տատանում կարող ենք ունենալ, գլխապտույտներ արտահայտված, գլխացավեր, սրտխառնոց, սրտապոց, ուշագնացություն, քնի խանգարում, նաև բարձր հուզականությունը կարող է հանդիսանալ համապատասխան ախտանիշ։ Բժշկուհի Հարությունյան, իսկ ցրված սկլերոզը ինքը մտնում է նյարդաբանական հիվանդությունների մեջ։ Այո, դա համարվում է դեգեներատիվ դեմիելինիզացնող հիվանդություն, գենետիկորեն խնդիր ենք ունենում միելինի հետ, նյարդային բջջի հետ կապված, գնում է նյարդային բջիջների մեռուկացում, որի հետևանքով առաջանում է ինվալիդիզացիա, այսինքն հիվանդը գանվում է անկողնուն եւ կամաց-կամաց գիտակցություն ունենալով հանդերձ ի վերջո մահանում է։ Ցավոք սրտի այդ հիվանդությունը հիմա շատ երիտասարդացել է, թե առաջ հանդիպում էինք շատ հազվադեպ, հիմա բավականին հաճախ ենք հանդիպում եւ սկսվում է երիտասարդ տարիքից։ Սա ինչի հետևանք մենք կարող ենք համարել։ Դա գենետիկ միանգամից է իհայտ գալիս։ Ոչ, գանգատները լինում են շատ քիչ-քիչ, կամաց-կամաց գալիս են, դանդաղ են շատ գանգատները լինում, առաջանում է, կարող է առաջանա տևական գլխացավեր ու անցնեն սովորական ցավազրկողից։ Հետագայում գլխացավին ավելանում է տեսողության խանգարումը։ Հիվանդները շատ հաճախ նշում են, որ կարճաժամկետ ունեցել է մի աչքի տեսողության կորուստ։ Տեսողությունը կորավ, հետո վերականգնվեց։ Բայց չեն հետազոտվում, չի հսկվում այդ ամեն ինչը, վերացվում են, որ մի փոքր էլ, քանի որ երիտասարդ տարիքը էմոցիոնալ վիճակն էլ գնահատելով, ասում են լավ, երևի թե նյարդային վիճակ է, չհսկենք։ Ու չի հսկվում տվյալ դեպքում։ Քանի հետո գանգատները ավելի խորանում են, տեսողությունը ավելի վատանում է, նոր ակնաբուժի եւ նյարդաբանի օգնությամբ
ախտորոշվում է ցրված սկլերոզը։ Այ բարդության դեպքը ո՞րն է։ Այսինքն ուզում եմ հասկանալ, եթե վաղ հայտնաբերվի, կարող ենք կանխել։ Եթե վաղ ենք հայտնաբերում, երկարացնում ենք կյանքի տևողությունը։ Հասկանալի է։ Բուժում չկա որպես այդպես։ Ամբողջությամբ վերականգնում, որպեսզի վիճակը վերականգնվի եւ էլ խնդիրը ավելի չակտիվանա, դա եզակի դեպքեր են լինում։ Ախտանիշները նշեցիք, որ շատ դանդաղ է գալիս։ Այսինքն բուժարուն երբ հասկանա, որ իրեն լուրջ վտանգ է սպառնում։ Երբ ունենում ենք գլխացավ, տևական գլխացավ, պարտադիր պետք է հետազոտվել։ Դուք ինձ հետ համամիտ եք, որ գլխացավի դեպքում երբեք մարդը չի գա։ Չէ, չեն գալիս, ոչ բոլորն են հետազոտվում, այո։ Գլխացավ թեթև եղավ, ասում են լավ, ցավազրկող կխմեմ կանցնի, բայց դա սխալ է։ Եթե գլխացավը տևական բնույթ է կրում ու ժամանակ առ ժամանակ կրկնվում է, ուղեկցվում է ականջներում խշշոցով, ընդհանուր թուլություն, քնկոտություն, հոգնածություն, պետք է պարտադիր հետազոտվել։ Այսինքն այս ցրված սկլերոզ ասվածը ինքը բավականին լուրջ եւ վտանգավոր հիվանդություն է, որից պետք է խուսափել։ Ընդ որում գենետիկորեն է այո, փորձել պրոֆիլակտիկ բուժումները ուղղակի չթողնել, որպեսզի վիճակը ավելի խորանա։ Բարձրացնել որոշակի կյանքի որակը բուժարուի։ Եթե այսինքն քո, չգիտեմ, հարազատների, բարեկամների շրջանում եղել է նման դեպք, արդեն պետք է ինքդ զգոն լինես։ Այո, պարտադիր։ Ճիշտ եմ հասկանում։ Այո։ Ես հիմա ներկայացում բուժարու ունեմ, որը ունի ցրված սկլերոզ, ես հայտնաբերել եմ 2019 թվականին հանկարծակի ինքը դիմել էր հիվանդանոց գլխացավով, գլխապտույտով եւ հետազոտությունից հետո հետազոտությունը MRT գլխուղեղի կատարվեց, կոնտրաստով հայտնաբերվեց դեմինիզացնող օջախներ, այսինքն ցրված սկլերոզի նախանշաններ։ Սկսեցինք դեղորայքային բուժումը, դեղորայքային բուժման этапով կամաց-կամաց կանգատները մեղմացան եւ փառք Աստծո ես իրեն տեսել եմ 19 թվից հետո մեկ շաբաթ առաջ ինքը կրկնակի մոտ եկել էր արդեն ոտքի ցավով մենք MRT-ն վախենալով կրկնեցինք եւ տեսանք որ այն օջախները ինչ որ կար 19 թվին մնացել էին իրանք չէին ակտիվացել ակտիվ նոր օջախ չունեինք այսինքն գրագետ մոտեցումից շուտ մոտենալու բժշկի դիմելու հետևանքով դեղորայքային բուժում շուտ ստանալու հետևանքով մենք կարող ենք որոշակիորեն կանգնեցնել այդ զարգացումը հիվանդության որոշակի կանգնեցնել չնայած նմանատիպ հիվանդները շատ զգույշ պետք է լինեն վիրուսային ինֆեկցիաներից վիրուսներից սովորական գրիպը որը շատ վտանգավոր հիվանդություն է գրիպից տրավմաներից կանգուղեղային եւ նաեւ ստրեսային վիճակներից նշեցիք որ երիտասարդացած է հիվանդությունը։ Իսկ ընդհանրապես հաճախ որ տարիքային խմբի մոտ է այն ավելի հաճախ հանդիպում։ Երիտասարդների մոտ ենք ավելի շատ հանդիպում, դա 20 տարեկանից սկսված։ Մեծ տարիքում, այսինքն 30-40 տարեկանների մոտ հազվադեպ է լինում, որ կարելի է հայտնաբերել։ Բայց դա արդեն հարցական է, թե իրոք իրականում դա ցրված սկլերոզ է, թե ուրիշ անոթային խնդիր։ Բժշկուհի Հարությունյան, ընդհանուր առմամբ Ախուրյանի բժշկական կենտրոնում, հաճախելիությունը ինչպիսին է։ Բավականին ակտիվ ու ես կարող եմ նշել, քանի որ նաև Գյումրու բուժարուներից եմ տեղյակ, Ախուրյանի բուժարուները իրանք ավելի զգոն են եւ ավելի շատ են իրենց ուշադրություն դարձնում, որը շատ գովելի է։ Այո։ Այո։ Իսկապես սա փաստ է, որը պետք է արձանագրել։ Այնտեղ ավելի ուշադիր են եւ նաեւ պոլիկլինիկան է բավականին ուշադիր է թե իր բուժարուների հանդեպ, թե աշխատողների։ Դուք սա ձեր կոնկրետ բուժարուների թվից ելնելով եք ասում, թե ընդհանուր բժշկական կենտրոնի Ախուրյանի։ Ընդհանուր կենտրոնի։ Իսկ ինչպիսին է ընդհանուր առմամբ մասնագետների հագեցվածություն եւ այլն։ Բավականին հագեցված է, ես երբ դեռ այդտեղ չի աշխատում, չի պատկերացնում, որ կարող է լինի այդպես հագեցված եւ մասնագետներ եւ բուժօգնությունը այդպես բարձր մակարդակի լինի, որ ոչ մի բանով չի տարբերվում ոչ մի հիվանդանոցից։ Բավականին բարձր, չի զիջվում ոչ մի հիվանդանոցի, բավականին բարձր է բուժարուների սպասարկումը։
Իսկ այդ բուժառուները միայն Ախուրյան համայնքի բնակիչներն են ու բնակավայրերի Ախուրյանի։ Ոչ, նաև հարակից գյուղեր կան, որ սպասարկում է Ախուրյանի բժշկական կենտրոնը։ Իսկ այլ մարզերից ունեք բուժառուներ։ Ոչ։ Ինձ մոտ դեռ չեն դիմել։ Այո, ձեզ չեն հանդիպել դեռևս։ Բժշկուհի Հարությունյան, ես կուզենայի, քանի որ նյարդաբան լինելը նաև, այսպես ասած, հոգեբան պետք է լինել, ինչպիսի զուգահեռներ կարող ենք տանել նյարդաբանի եւ հոգեբանի միջև։ Դուք ձեզ զգում եք հոգեբանի դերում։ Երբեմն այո, եւ շատ հաճախ ինքս էլ բուժառուի հետ կապված դիմում եմ հոգեբանի։ Կան դեպքեր, որ միայն նյարդաբանը չի կարող։ Դա ոչ միայն նևրոզներին է վերաբերում, ոնց սկզբանե ասացի, այլ նաև շատ հաճախ ինսուլտների ժամանակ, երբ հիվանդը գիտակցություն ունի եւ մի ձեռքն ու ոտքը չի շարժում, շատ հիվանդների մոտ հոգեբանորեն խնդիր է առաջանում, որ չեմ կարողանում շարժել, ինքնասպասարկում չունեմ։ Եվ այդ ժամանակ նյարդաբանը իր ինչքան կարող է հոգեբանի գիտելիքները ներդնելուց բացի պարտադիր պիտի հոգեբանել աշխատի հիվանդի, որպեսզի ունենանք լիարժեք արդյունք։ Եվ քանի որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես կուզեի, որպեսզի ձեր մասնագիտական խորհուրդը հղեիք մեր հեռուստադիտողներին։ Խորհուրդ եմ տալիս լինել ավելի զգոն, ամենափոքր ախտանիշների դեպքում եւ փորձել ավելի հանգիստ ապրել, ինչքան հնարավոր է, եւ խնայել նյարդերը, քանի որ նյարդային բջիջները վնասվելուց նրանք ցավոք սրտի չեն վերականգնվում։ Զերծ մնալ ստրեսներից, ինչը գրեթե անհնար է մեր իրականության մեջ։ Ինչքան հնարավոր է փորձել։ Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Ախուրյանի բժշկական կենտրոնի նյարդաբան Սիրանուշ Հարությունյանին։ Դե ինչ զերծ մնանք բոլոր տեսակի նյարդական խնդիրներից եւ մնանք առողջ։ Medinfo-ներ եթերում։